Վերջապես կարողացա գալը ձեզ միանալ սիրելի հետևորդներ ջան, բարի երեկո բոլորիդ։ Այսօր ամբողջ օրը շատ օրեսծանրաբեռնված եղավ, աշխատանքի եմ գնացել, իմ գործերով, իմ տնտեսության գործերով եմ զբաղվել, դրան էլ գումարվել ավերանորոգումը և արդեն պատկերացրեք, թե ինչպես է ընթանում իմ այդ առօրյայի ընթացքը։ Հենց որ հարմար պահը գտա, անմիջապես եկա ու ձեզ միացա, կենդանիներից խնամել եմ, ամեն բան ապահով է և հանգիստ եմ, կարող եմ սուրճ եփել և ձեր հետ մի փոքր զրուցել։ Դուք էլ ձերը եփեք, ինչպես միշտ սիրելի հետևորդներ ջան, որ այս մի քանի րոպեն բոլորիս համար հաճելի լինի։ Միշտ ասել եմ, երբ որ մարդը զրուցում է, այդ ընթացքը թեթև է անցնում, և զրուցելով, այո, մարդիկ իրենց լավ են զգում։ Հիմա կոֆեն եմ եղալու, ասեմ, որ շատ ցուրտ է, ամբողջ օրը ցուրտ էր, նույնիսկ թեթևակի ձյուն եկավ, և այդ պահին նույնպես, որ գիտեք ինչքան շատ եմ սիրում նման պահերը, գիտեք, որ ես բնության մարդ եմ, և անգամ այդ պահերը հրաշալի, որպես առաջին ձյան փաթիլներ, չկարողացա ձեզ միանալ և ցույց տալ և գեղեցիկ բառեր ասել։ Գիտեմ, որ շատերդ եք սիրում իմ բլոգների նախաբանը լսել, հենց սկզբից ձեր նյարդերը հանգստացնել, ապա դիտել իմ առօրյան, որ զբաղվում եմ իմ տնտեսության գործերով։ Հիմա, սիրելի հետևորդներ ջան, քանի որ տոներն են մոտենում և այստեղ է իմ աշխատավայրից Ձմեռ պապի նվիրած այս փոքր սալյուտները, կարելի է նորից վառել այս սալյուտները և ժպտալ։ Ժպիտը երկարացնում է մեր կյանքը, ժպիտը մեր դեմքը գեղեցկացնում է, սիրելի հետևորդներ ջան։ Երբ որ ժպտում ենք, մեր ամբողջ դիմագծերը ավելի գեղեցիկ տեսք են ձեռք բերում և հոգնածությունը անցնում է այդ պահին։ Երկուսը միասին կպչենք, ուй, ես մեկը վառվեց, տոներն են մոտենում, տոներն են մոտենում, ջան, հրաշալի, այս կայծերը չեն այրում, հագուստը, երբ որ հագուստին են կպչում, կամ էլ ձեռքին են կպչում, չեն վնասում, չեն այրում, ու շատ հարմար է հատկապես մեր փոքր բարիկների համար, որ միացեն և ժպտան, ուրախանան, երջանիկ զգան։ Դրա համար հիմնականում այս տիպի փոքր սալյուտներ ենք մեր փոքրիկների ձեռքը տալիս, որպեսզի ուրախանան։ Իսկ ինչ վերաբերվում է այն ուժեղ տրագուցիկներին, սիրելի հետևորդներ ջան, եղեք զգույշ ձեր երեխաների նկատմամբ, ինչու չէ նաև ձեր նկատմամբ, որպեսզի այդ ուրախության պահերը հանկարծ վնաս չտա, կամ ձեր փոքրիկներին, կամ էլ ձեզ։ Երբեմն, քանի որ մեծեր կան, որ այդ պահերին բոլորս էլ մի պահ մանկանում ենք, և մեծերի հետ էլ է նույնպես վատ բաներ լինում այդ ուժեղ պայթուցիկների տրակ հասնելու ժամանակ, և սիրելիներս եղեք շատ զգույշ, արդեն այսքան ժամանակ մենք շատ ենք կապվել, ես այստեղից, դուք այդտեղից, գրառումների բաժնում զրուցելով, կարծես թե զրույցի է վերածվում նույնպես այդտեղ, և մենք շատ հարազատ մարդիկ ենք դարձել, և այդ ամենի համար, որ ես ինձ լավ եմ զգում, համարելով ձեզ իմ հարազատը, ձեզ եմ շնորհակալ։ Եվ մեր այս մեծ ընտանիքը, որ առաջացել է իմ ալիքում, սիրելի հետևորդներ ջան, համախմբված սիրով, հարգանքով լեցուն, անսահման շնորհակալ եմ բոլորիդ։ Սիրելի հետևորդներ ջան, հիմա երբ որ խաղաղ է, իմ առօրյայի հանգիստ պահն է, շուտով կմթնի, բայց հասցրել եմ արդեն նաև գնումներ կատարել և գնումներս միջանցքում է դրված,
մրգեր են հիմնականում եւ չուզեցի բերել այստեղ խոհանոց, քանի որ այստեղ հարմարավետ չէ, դեռ մի քանի օր կա տոներից եւ այստեղ հարմար չէ լինի, երբ որ բերեի այստեղ թողների։ Հիմա երբ որ կսրճենք միասին, ես այստեղ դուք այդտեղ, արդեն ես կգնամ իմ գնումները կտանեմ մյուս մեր այն ամենայն կողմի սառը սենյակը եւ բոլորս էլ գրեթե ունենք, չէ՞, այդպիսի սառը սենյակ, տնական գնումներ այնտեղ տեղավորելու համար։ Շատ էր օգնում, չէ, երբ որ տունը մեծ է լինում, թեպետև փոքր տներում նույնպես մենք շատ ընդունակ ենք եւ կարողանում ենք ամեն բան մեզ ենթարկել։ Հիմա սիրելի հետևորդներ ջան, կոֆեն կվայելենք, գնումներս թեթևակի այդպես ցույց կտամ, ինչ եմ գնել, ինչ գներով եմ վերցրել, որքան որ հիշեմ, բայց ասեմ նախապես, որ շատ նորմալ գներ էին մեր մոտ, դեռևս շատ ուժեղ թանկացումներ չկա, որը գովելի է իհարկե, եւ արդեն իմ գյուղի ժողովուրդը սկսել է տոնական գնումները կատարել, եռուզերը սկսվել է։ Հիմա սիրելի հետևորդներ ջան, դա եւ ուզում եմ ավելացնել վերաբերվող տոներին, այս տոնը վերջին տարիներին հատկապես գնալով դառնում է ընտանեկան տոն, առաջվա տարիների նման չէ, որ ծանոթ, անծանոթ մեկ-մեկուտուն գնան, անցորդը անգամ այն ժամանակ տուն էր մտնում եւ շնորհավորում էր նոր տարին, իսկ հիմա այդպես չէ։ Հիմա բոլորս էլ գիտենք, կիրթ ենք, գրագետ ենք ապրում եւ շարունակենք այդպես կիրթ եւ գրագետ ապրել, հարգելով ամեն մի ընտանիքի ուրախությունը եւ անկոչ հյուրի պես չխցկվել։ Մի քիչ կոպիտ է հնչում սիրելի հետևորդներ ջան, բայց այո, սա ընտանեկան տոն է, նոր տարին ընտանեկան տոն է, այսինքն տվյալ ընտանիքը, ծնողներ, տատիկ, պապիկ, քույր, եղբայր, արյունակից մարդիկ եւ դե իհարկե ամենամոտ հարևանները, սիրելի հետևորդներ ջան, բայց առաջվա տարիներին բոլորդ էլ գիտեք, որ այդպես չէր։ Եվ ինչպես որ ասեցի, անցորդը նույնպես ասում էր լավ, մի հատ էլ ես տուն էլ մտնեմ, ես օջախ էլ մտնեմ, շնորհավորեմ ու դուրս գամ։ Հիմա դա անցել է, քանի որ մենք ապրում ենք ժամանակակից աշխարհում եւ դա շատ գովելի է սիրելի հետևորդներ ջան։ Հիմա ուզում եմ նաեւ իմանալ, թե դուք ինչպես եք, ինչ գնումներ եք կատարել, հասցնում եք եւ ինչով եք զբաղված, ինչպես եք ուզում դիմավորել, ինչ տրամադրության եք։ Իհարկե ցանկանում եմ բոլորիդ բարձր տրամադրություն, բոլորիդ առատություն եմ ցանկանում, սիրելի հետևորդներ ջան։ Առատությունը, որ ասում եմ, դա այլ հասկացություն է եւ վազել շատի ետևից, դա էլ լրիվ ուրիշ հասկացություն է։ Ամեն բան չափի մեջ կատարենք, ամեն բան ինչպես որ մեր ժողովուրդն է սիրում ասել եւ դա լավ արտահայտություն է, բոլորս մեր ոտքը մեկնենք մեր վերմակի չափով, սիրելի հետևորդներ ջան։ Ճիշտ է, այդ ամենը շատ գայթակղիչ է, հատկապես որ ամեն բան կա, թե շուկաներում, թե խանութներում, ամեն ինչ կա, ծովից ծով, դա նույնպես շատ գովելի է, սիրելի հետևորդներ ջան, եւ պետք չէ ձգտել մեծ տոպրակներով, այլ ամենից մի 3 հատ, 4 հատ, ամենաշատը 5-6 հատ, ճիշտ է այդպես նույնպես դառնում է, մեծանում է այդ տոպրակները մեր, բայց այդ դեպքում կարողանում ենք ամեն ինչից էլ քիչ-քիչ վերցնել, այդպես ավելի գրագետ գնումներ է ստացվում։ Հիմա սիրելի հետևորդներ ջան, խոհանոցում այս պահին ասեմ, որ անելիք չունեմ, անելիքս մյուս սենյակներում է, պիտի մաքրություններ կատարեմ, իհարկե առաջին հերթին այդ իմ գնումները տեղավորեմ, այն իմ սառը սենյակում, սառնարանում չեմ տեղավորում, միայն կանաչին կտեղավորեմ սառնարանում,
Կանաչին էլ սեղանի համար չէ, այլ տոլմայի ֆարշի համար եմ վերցրել։ Ուտել ժամանակ կա եւ վաճառողները բոլորիս էլ գոհացնում են։ Ես այսօր, երբ որ գնումներս կատարում էի, իմ շնորհակալությունն եմ հայտնել եւ այդ ձևով նույնպես շատ հաճելի է լինում մեր շփումները, հատկապես որ համագյուղացիներ ենք, մեր խանութներում մեր համագյուղացիներն են, տեսու ճանաչ բոլորս եւ մեզ լավ ենք զգում, որ իրենք էլ այդ գործով են զբաղվում եւ այդտեղ մեր գործը հեշտանում է։ Առաջվա տարիներին մենք գնում էինք Վրաստան, Երևան, Վանաձոր, այնտեղից էինք մեր տոնական գնումները կատարում։ Ես շատ լավ եմ հիշում իմ մանկության տարիներին իմ մամայիս ու պապայիս հետ գնացքով, սեկցիայով գնում էինք Վրաստան, հատկապես մանդարինի համար հիմնականում ծաբլի էինք գնում շատ։ Հիմա ծաբլին կարծես թե վերացել է, երևի դա ավելի շատ դեպի Վրաստան գնացող կողմերում կլինի, կամ էլ չգիտեմ, բայց մեր գյուղում չկա, քաղաքներում չգիտեմ, կլինի թե չէ, կարող եք գրել, եթե ձեր աչքով է ընկել, ծաբլին շագանակն է, սիրելի հետևորդներ ջան, եւ շատ օգտակար ու համեղ ընդեղեն է, այդպես ասեմ, ինքը մեծ ծառ է, խոշոր պտուղներ է տալիս, քաղաքներում դրա նմանը կա, բայց նա վայրին է եւ ուտելի չէ։ Այ օրինակ, երբ որ գնում եմ Վանաձոր, այդ շրջանում ինքը իր պարկից պայթում է եւ մայթերին թափված է լինում։ Ագռավներն են գնում գալիս, կցավարում, ուտում։ Դա մարդու համար ուտելի չէ, ես որքան գիտեմ, դա վայրին է եւ դառն է լինում ինչ որ, չգիտեմ, այնքան որ այդպես ասվել է ուտելի չէ եւ մարդիկ խուսափում են գոնե մեկ հատ վերցնել ու փորձարկել։ Այդպես։ Առավոտյան, երբ որ շուտ արթնացա, ինչպես միշտ, անպամած էր իմ սիրելի պատկերասրահը, իմ գյուղի սիրուն լեռնաշղթան, մեր տեսադաշտի առաջ որ բացվում է, երբ որ ես այդ ձևով եմ ձեզ միանում, ամպը լավ փակած էր։ Այդպես մի քիչ մնաց, հետո շալ սկսվեց, հետո ձյան փաթիլների վերածվեց, նույնիսկ տեղ-տեղ արդեն փաթիլները սպիտակին էին տալիս, բայց քիչ անց դա էլ հալվեց օրը բացվելու հետ, հետո մի քիչ անձրև, հետո ցուրտ, դե ձմռանը բնորոշ եղանակ։ Բոլորդ էլ գիտեք, որ մեր օդերութաբան Սուրենյանը հաղորդել է, որ տեղումներ է լինելու անակնկալ ձևով եւ տոնորերին մենք առատ ձյուն կտեսնենք մեր Հայաստանի Հանրապետությունում։ Սիրելի հետևորդներ ջան, ասեմ նաեւ, որ այս քանվազքի հետ, ինչու՞ չէ նաեւ շատ հոգնում եմ, այս պահին հոգնած եմ, երբ որ մարդը ասում է հոգնած եմ, դա երբեք ամոթալի չէ, չէ որ մենք միս ու արյունից ենք, երկաթից չենք, մենք էլ կարող ենք հոգնել, ճիշտ է շատ գործեր եմ անում, կամ դուք նույնպես երբ որ շատ գործեր եք անում, ու երբեմն պատվաբեր չենք համարում ասել, թե հոգնել եմ կամ բեզարել եմ, դա մի քիչ պատվաբեր չենք համարում, բայց կարելի է ասել, սիրելի հետևորդներ ջան, ես միշտ ասում եմ, որ հոգնել եմ, բեզարել եմ, մի փոքր նստեմ հանգստանամ, նոր էներգիա վերցնեմ ու սկսեմ շարունակել գործս։ Հիմա ես կգնամ իմ գազի պեչի մոտ, այնտեղ իմ կոֆեն կվայելեմ եւ այդ ընթացքում նաեւ հանգիստս կառնեմ, որպեսզի կարողանամ շարունակեմ իմ մյուս գործերը, գնումներս ցույց կտամ եւ կատարածս որոշ մաքրություններով ձեզ կմիանամ, սիրելի հետևորդներ ջան։ Դե գնանք կոֆեն խմելու։ Հիմա ուզում եմ ցույց տալ կառալյոկի չրերի տեսքը, թե ինչ վիճակում են հիմա։ Երեկվանից արդեն տուն եմ բերել, հիմնական տուն եմ բերել ու տանը կպահեմ եւ արդեն փոշին կամաց-կամաց դուրս է գալիս, ահա, հատկապես այստեղ ավելի լավ երևում է։ Հենց այս մեկի վրա ավելի արտահայտիչ երևում է, մյուսների վրա էլ կա, այս կողմ այն կողմից երևում է։
Մոտեցրել եմ գազի պեչին, որը երկրորդ աստիճանի վրա եմ միացրել և իր կրակի բոցը որոշակի երևում է։ Տունը շատ լավ տաք է, սիրելի հետևորդներ ջան։ Վարպետը երբ որ գնում է, մաքրում եմ հատակը, շուրջը մաքրում եմ ու բերում եմ այստեղ, մոտեցնում եմ, որպեսզի արագանա չորացման ընթացքը ու փոշին էլ շուտ դուրս գա։ Ինձ մնում է գնումներս տեղավորեմ, այստեղ տաք է և միջանցքից վերցնեմ, տեղափոխեմ, տոպրակներով երբ որ վերցրել ու կշռել են, դրանից հետո վաճառողը ինձ այս արկղերը նվիրել է և հեշտությամբ արդեն տեղափոխել եմ տուն, մեքենայով եմ բերել, հարևանս է օգնել, սիրելի հետևորդներ ջան, և ահա այստեղ կաղամբ եմ գնել, քանի որ մենք տոլման թթու կաղամբով չենք սիրում, չնայած որ գիտեմ, որ շատ համեղ է լինում, հիմա անցնեմ տեղավորելուն։ Այս տոպրակը, որ մսի տակ էի դրել, լվացրել, չորացրել եմ, հիմա էլի այս սեղանի կհրեմ, Հյուրանորոգումը համարյա թե առատին է մոտենում և հույս ունեմ, որ կհասցնեմ։ Երեկ շատ ուշ եմ վարկել, շատ գործ եմ արել, սիրելի հետևորդներ ջան, և ինձ թվում է այսօր նույնպես արդեն շատ ուշ կվարկեմ հանգստանալու, հանգիստը նույնպես կարևոր է, այդ գործերը նույնպես կարևոր է։ Սիրելի հետևորդներ ջան, ասեմ, որ այս գնումները, որ կատարել եմ, առանց ցուցակ գրելու եմ կատարել, գնում եմ, նայում եմ, տեսնում եմ, որն է դուրս գալի և վերցնում եմ։ Հիմնականում այդպես եմ վարվել վերջին տարիներին հատկապես, անգիր գիտենք արդեն, այստեղ եմ դասավորում, ուզում եմ այստեղ լցնել, քանի որ օդ կխաղա սրա մեջ, տոպրակների բերանը բացել եմ, որպեսզի հեշտ լինի և շատ չզբաղվեմ այստեղ, տեղին խնձորն է, խնձորը միշտ մի քիչ շատ ենք չէ վերցնում, հիմա չեմ ուզում մի անգամից շրջել և պիտի հատիկ զգուշորեն հանեմ և դասավորեմ, որ այս օրերին լավ դիմանա, հնարավորինս մի քիչ էլ արագ Ոչերը դեպի վերև, խոշոր, դեղին, անուշաբույր, այս խնձորի տեսակը շատ եմ հավանում, համ իրանից լավ հոտ է գալիս, համ քաղցր է, համ էլ գրավիչ տեսք ունի։ Հիմա կարմիր խնձորը, ահա, կարմիր խնձորն էր այսքան։ Խնդրեմ, այս տեսակն է։ Եթե մի անգամից շրջեմ, խնձորը կջարդվի և տեղը կսևանա։ Շատ սիրուն ձևով այստեղ կդասավորվի։ Սիրելի հետևորդներ ջան, իմ անցած վլոգը, որ դիտել եք և այսօր վլոգ չեմ տեղադրել, մի երկու խոսք այդ վլոգի մասին, ձեր գրած գրառումների մասին, ասեմ, որ հրաշալի ինտուիցիա ունեք, թեպետև ես այդպես խորը չեմ ասել, նույնիսկ ձեր գրած գրառմանը չեմ պատասխանել, այլ միայն սրտիկել եմ, պաչիկներ եմ ուղարկել, ուղղակի չեմ ուզում անակնկալը փչացնել, երբ որ ժամանակը կգա, ամեն բան կասեմ, մանրամասը կասեմ և շատ իսկապես լավ լուրեր են մեզ սպասվում, սիրելի հետևորդներ ջան, և հիմա գործ անեմ, չեմ ուզում հիմա այդ մասին խոսել, միայն ուզում եմ ասել շատ շնորհակալ եմ բոլորիդ,
ձեր ջերմ տողերի համար, ձեր բարձր ինտուիցիայի համար, շատերը նույնիսկ գրել եք ուղղակի, բառացիորեն գրել եք, այո, չեք սխալվում, բայց այդ թեմայից դեռ չեմ ուզում խոսել, սիրելի հետևորդներ ջան, իսկ թե ինչու եք շատ-շատերը ծանոթ եւ բառ առ բառ գրել եք, քանի որ շատերդ նաև իմ մեծ աղջկա հետևորդն եք եղել եւ դեռևս նույնիսկ հետևում եք, չնայած նրան, որ իրենց մոտ YouTube ալիքը դեռևս փակ է, չի բացվել, երբեմն Սաթենը նույնպես չի կարողանում իմ վլոգները դիտել, բայց այնուամենայնիվ ում մոտ որ բաց է, անցած վլոգները բաց է, էջը փակ չէ եւ դիտում եք, նայեք իր Facebook-յան եւ Instagram-յան էջին եք ընկերներ եւ այդ պահով դուք տեղյակ եք, եկեք հիմա լիսուս փուս բնանք, ինչեւ որ ես այդ մասին վլոգ կպատրաստեմ եւ ձեզ կհասցնեմ, հա, սիրելի հետևորդներ ջան, մենակ ուզում եմ նորից շնորհակալություն հայտնել, որ կան մարդիկ, որ նույնիսկ ինչ որ միտեղ չեն տեսել, ինչ որ մի այդ մասին մի խոսք, բայց սրտի զգացումով, ենթադրելով գրել եք եւ չեք սխալվում եւ հիմա սիրելիներս նորից ուզում եմ խնդրելով ասել, որ այդ մասին հիմա չեմ ուզում խոսել, այս վլոգս նվիրվում է իմ գնումներին եւ մաքրություններին եւ արդեն հերթը դրան էլ կհասնի եւ բոլորս միասին կուրախանանք, մեզ լավ կզգանք եւ իսկապես ինչպես որ ուզում եի որ ես անակնկալ անել նույնիսկ իմ էջում չեմ տեղադրել որոշ բաներ, որ պետք է տեղադրեի, որ այդպես մի քիչ ծածուկ պահեմ, հա, բայց դե արդեն ասեցի, հիմա գործանեմ, հա, թե չէ խոսալով կանցնեմ այդ թեմային, ուրեմն այստեղ խնձորները վերջացրի, այստեղ պիլիներ, գնումներս մի քիչ շատ եմ արել, համեմատած հատկապես այս վերջին տարիներին, բայց առաջվա տարիներին, երբ որ ընտանիքը համատեղ էր, ուզում եմ ասել, որ սրանից էլ շատ էի գնումներ անում, արդեն բոլորիդ պարզ է, սիրելի հետևորդներ ջան, թե ինչու են իմ գնումները մի քիչ շատ, նաև միսը մի քիչ շատ, նույնիսկ իմ սիրելի հետևորդուհին գրել էր, որ մենակ եմ, ինչի՞ս է այդքան միսը, բայց դա նույնպես ուշադրության հարց է, շնորհակալ եմ բոլորիդ սիրելի հետևորդներ ջան, ձեր բարձր ուշադրության համար, ինձ այդքան սիրելու եւ հարգելու համար, տիվիները նույնպես լավ, խոշոր, պինդ տիվիներ են, այստեղ օդ կխաղա եւ սենյակն էլ սառն է, ճիշտ է, դրսի պես սառը չէ, բայց դուռը որ փակվում է, արդեն այս կողմի ջերմությունը չի գնում մյուս սենյակ, այստեղ արդեն մեր հյուրասենյակն է, որ պիտի դուռը բացեմ, հյուրասենյակից այն կողմի վրա եւս մի հատ ննջասենյակ ունենք մեծ, սիրելի հետևորդներ ջան, գիտեք, որ սեփական տները մեծ են լինում, հիմա ինչն ենք դերում այստեղ, այստեղ սերկևիլ եմ գնել, այն սերկևիլից, որ ես էլ ունեմ, ցույց եմ տվել, այս ծառից ես ունեմ, սրան շատ ուշորեն եմ բերել, 3 հատ եմ վերցրել, շատ անուշաբուրում, ինքը շատ սիրուն է, անվնաս է, ահա, սիրելի հետևորդներ ջան, մի հատ գնելիս սիրում ենք չէ, վերցնել, պտտել, նայել, սա կդնեմ ամենակողավերևում, այս 3 հատը, սիրում ենք չէ, որ սերկևիլը պահել հայելու առաջ կամ էլ մեր սերվանդներում, մեր այդ մասում, որտեղ որ մեր սպասքն է, բաժակներն է և անընդհատ համնայել այստեղին գույնին, գույնը գրավիչ է, տրամադրություն է բարձրացնում, դե արդեն բուրմունքն էլ պարզ է, սերկևիլի բուրմունքը յուրահատուկ բուրմունք է, սիրելի հետևորդներ ջան, պոչով էին բոլորը, տերևներով, հիմա իմ ծառն էլ որ մեծանա արդեն
Ես էլ կունենամ, այս տարի կարկուտը փչացրեց եւ դա Աստված եկող տարի բերքը առատ լինի, որ նոր տարում ես էլ իմ ծառից երկևիլներ ունենամ։ Կիլոգրամը 1003 թե 1004 էր, սիրելիներս, դե գիտեք, որ գնումները որ կատարում ենք, վաճառողը մի հատ ցուցակը կազմում է, հետո արդեն ոչ թե կիլոգրամն է գրում, այլ գրում է, թե որից ինչքան ենք վերցրել ու վերջում արդեն հաշվարկը կատարվում է։ Սա մի քիչ էս կողմ կիվիներով այստեղ ապահովեմ սրան։ Հետո տեսնեմ այս անկյունում էլ ինչ եմ կարողանում տեղավորել եւ կարծում եմ այդտեղ կտեղավորեմ նարինջները 4 հատ մեծ նարինջ։ Սիրելի հետևորդներ ջան, կարող էի նարինջներ շատ վերցնել, բայց առայժմ այսպես։ Դե հետո միշտ էլ լինում է Փառք Աստծո, խանութներից ոչինչ չի պակասում, մեր գյուղում շատ են խանութները եւ միշտ ասել են, որ մեր գյուղը շատ մեծ է, շատ խանութներ կան եւ միշտ էլ ամեն ինչն էլ լի կա։ Եվ կարիք չի լինում, որ հատկապես տոն օրերին գնալ մեկ այլ ուրիշ տեղ։ Մեր մոտ ամեն ինչը կա։ Ահա, այստեղ արդեն հերիք է, այս խոշոր նարինջները լցրեց այստեղ, ահա, իմ սիրելի նարինջն է։ Եվ հիմա, ահա, լավ է, ծանր է։ Արդեն դուռը կբացեմ և կտանեմ։ Լույսը միացված է այստեղ, նախորդ միացրել եմ, որ հեշտ լինեմ, կտանեմ ու այդպես շարունակաբար կգամ, կտանեմ, այնտեղ կդասավորեմ։ Տակտեղից պետք է շատ արագ ձևով հանել։ Այստեղ սեղանը մի քիչ շատ եմ մոտիկ դրել և մի քիչ թեքվեմ, որ կարողանամ անցնել։ Այս օրերին հենց այսպես էլ կպահեմ, ահա, սիրուն։ Անցանք հաջորդին, այստեղ նուրն է, նուր շատ ենք սիրում նույնպես և մի քիչ շատ եմ վերցրել, կարելի է այդպես ասել, ահա, կիլոգրամը 1400, սիրելի հետևորդներ ջան, և սա արդեն 2 տոպրակ էինք անցկացրել, որ չփոքվի հանկարծ տոպրակը, շատ քաղցր և մեջը մուգ նուռ է, մեր տեղական նուռն է, Գորիսի նուռն է, սիրելի հետևորդներ ջան, նուռը այստեղ, մի պահ իջեցնեմ, քանի որ այստեղ մեկ այլ ուրիշ բաներ կան, օй, այստեղ չրեր են, ծիրան և դեղց, չեմ ուզում տոպրակը բացել, սիրելի հետևորդներ ջան, մրգերին կպել եմ և այդպես չեմ ուզում տոպրակը բացել, կիսել, համտեսել, այսպես արդեն երևում է իր որակը, կիլոգրամը 3000 դրամ, այստեղ վերանորոգման համար է, քիչ անցա ցույց կտամ, շատ եք սիրում նաև ֆիստուչկան, 2 կիլոգրամ ֆիստաչկա եմ վերցրել, ամենարագը սա է վերջանում մեր տանը, ոչ թե չամիչը, չամիչ մի քիչ տանը ունեմ, մի քիչ էլ կվերցնեմ, այստեղ ընկույզ եմ վերցրել 2 կիլոգրամ և մի քիչ ավելը ստացվեց, կիլոգրամը 4500 դրամ, ահա, ռուսական ընկույզն է, սիրելի հետևորդներ ջան, յուղոտ է և շատ որակյալ է, մեր մոտ ընկույզը նույնպես որ կակալ ենք ասում, կարկուտը տարել է ու գյուղում համարյա թե չկա, դրա համար դրսից բերվում է, հիմա նուրը չեմ ուզում դատարկել, քանի որ այստեղ ուզում եմ էլի բաներ կա, սա այստեղ լցնել,
խոշոր մանդարին և տանձ, շատերից ծանոթ կլինի, որ այսպես փաթեթավորված է լինում, սիրելի հետևորդներ ջան, այստեղ 4 հատ տանձ է, կիլոգրամը 1300 կամ 1004, այդ էկ սահմաններում է, սա էլ այս կոմար այժմ, մանդարինը մի հատ ցույց տամ, դասավորեմ, էլի 2 տոպրակում է դրվել, ամուր լինելու համար, այս են խոշոր մանդարիններ, ճոխ, կիլոգրամը 650, ահա, թմբլիկները, շատ հավես է, տոնական սեղանին շատ սիրուն է նայվում, տարբերվող առօրյա մերային մանդարիններից, ես էլ եմ ուզում զգուշտատարկել, բոլորը սիրուն, հատնտիր, դե եթե տոն է, ուզում ենք, որ մեր մրգի վազան ավելի ճոխ լինի, չէ, հատկապես, երբ որ առիթ ենք ունենում այդ տոնի հետ միասին, այսպես, սիրելի հետևորդներ ջան, ձեր համար հավես վլոգ եմ պատրաստելու այդ թեմայով, մնում է համբերենք, ես ախր տեսնում եմ, որ ինչ-որ մի բան այն չէ, այստեղ թուրինջն է, մեր սիրելի գրեյփֆրուտը, սիրելի հետևորդներ ջան, ախր զգում եմ, որ մի տեսակ լինի ուրիշ, այստեղ ահա գրեյփֆրուտ նույնպես շատ ենք սիրում և 5 հատ եմ վերցրել, սա թեն այսպես տոպրակը շրջեմ, հա, կարմրափուշիկ, բայց պիտի նուրը լցնեի նորես, ոչինչ, արագի մեջ ես կողմ, մանգո նույնպես կար, սիրել հետևորդներ ջան, չեմ վերցրել, որ կարողանամ հասկանամ, էլ ինչ եմ անելու, խաղող նույնպես պտի վերցնեմ, բայց այսօր չեմ վերցրել, դեռ ժամանակ կա, գիտեք, որ խաղողը մի քիչ ավելի արագ է, հա, երբ որ տուն ենք հասցնում հատկապես, ավելի արագ է իր տեսքը փոխում, նորը կատակեմ այստեղ, խշշացնելով, Տնական տրամադրություն առաջացնելով, այո, ահա, սիրելի հետևորդներ ջան, սա էլ նուրը, քանի հատ եմ գնել նուրը, ինչքան շատ այդքան լավ նուրը, առողջարար, օգտակար, 6, 9, այո, հրաշալի, օգտագործվում է թե մսեղենի հետ, թե աղցանների հետ, թե խմորեղենում, չնայած խմորեղեն ես չեմ պատրաստելու, խմորեղենը պատվիրել եմ և ամսի 30-ին պատրաստ կլինի, կվերցնեմ, լավ տեղ է ազատվել, տեսնենք այստեղ էլ ինչ կարող ենք դնել, այնտեղ արդեն բանջարեղենն է մնացել և պամելան ու անանասը պատվավոր, հիմա սիրելի հետևորդներ ջան, հա, տանձը այստեղ կտեղավորեմ, որ բերել է ես կողմ, տոպրակից իհարկե պիտի հանեմ, որ չքրտնի, տոպրակում շուտ է քրտնում, հենց որ այնտեղ կդասավորեմ, մի հատ ուրիշ փափուկ կտորով դրան կփակեմ, որ նա էլ չչորանա, ահա այդպես եմ պահում, երբ որ տոներից մի քանի օր շուտ գրումներ եմ կատարում, ոչ շատ խոնավություն է սիրում, փակ տարածք, ոչ էլ շատ չոր, մեկը բացեմ, հա, ամեն դեպքում, շորիկներով տանձերը, ահա, սիրելի հետևորդներ ջան, տեսեք, թղթում են փաթաթել, անձեռոցիկի տիպի, և ահա, սիրելի հետևորդներ ջան, որակյալ, սիրուն, չգիտեմ, որ երկրից է
սա ներմուծվել, սա մեր հայկական մրգերի նման չէ, ահա, և նորից իր շորը հագցնենք, դե իհարկե արդեն վազաների մեջ շորով չեն լինելու, շորերից կհանենք այս ցանցերը, այսպես դասավորել են, որ երկրից երկիր տեղափոխելու համար չփչանան, հիմա այստեղ է 4 հատ տանձերը, էլի տանձի տեսակներ կային, բայց չեմ վերցրել, ամեն բան հերթով, կարգով, չորս հատ էլ տանձի եղավ, այսպես, հիմա սա էլ կտեղափոխեմ, իսկ արդեն ընկույզը, չիրը և ֆիստաչկան արդեն դարակում կտեղավորեմ, սիրելի հետևորդներ ջան, ու հիմա քանի էստեղ եմ, նախքան որ պամելաներ կվերցնեմ տեղափոխելու համար, ուզում եմ սա ցույց տալ, թե վերանորոգման համար ինչ եմ գնել, այստեղ փայլեր են, շատերիդ հայտնի կլինի, սիրելի հետևորդներ ջան, հիմա բացեմ և ցույց տամ, այստեղ երկու ֆիրմայի փայլեր են, շատերիդ հայտնի կլինի, սիրելի հետևորդներ ջան, գույները մոտեցնեմ, մանուշակագույն, կապույտ, կարմիր, կանաչ, 350 դրամ այսքանը, գրված է նույնիսկ վրան, կապույտը 3 հատ է, մարդիկ կան, մեկ գույն են ավելացնում այդ լատեքսին, սա պիտի ավելացնենք լատեքսին, և արդեն կփայլփլա այս տարբեր գույները, վարդագույն նորից, այստեղ մի քիչ դեպի մի քիչ գազարագույն խփող, նույնիսկ սև եմ վերցրել, հետը շատ լավ կհամադրվի, այսքանը սիրելի հետևորդներ ջան, սա էլ պատի փայլերը, որ պիտի լատեքսի հետ խառնենք, երկրորդ երեսը քսելու ժամանակ, և արդեն շատ սիրուն կստացվի, երբեք այս ձևով չեմ փորձել, քանի որ մյուս սենյակները նույնպես լատեքս է և նեկ է խառնած, գույն է խառնած, ի տարբերություն իմ ննջասենյակի, որտեղ արդեն գիտեք, թե ինչ ձևով է վերանորոգած, սա էլ մի կողմ, հիմա սիրելի հետևորդներ ջան, ուզում եմ ցույց տալ պամելան, բարձրացնել վերև, գործս արագացնել, երկու պամելա եմ վերցրել, տաթևս շատ է պամելա սիրում, բոլորը այս չափի և նույնիսկ սրանից էլ մեծ էին, կարելի ասել փոքրն եմ վերցրել, սրանից ավելի խոշոր էին, գրավիչ, գայթակղիչ, ահա, սա նույնպես տոպրակներից պիտի հանեմ, առայժմ ուզում եմ այստեղ չգլորվի, տոպրակներն էլ սիրուն կծալեմ, կպահեմ, ինչ-որ մի բանի պետք կգա, ահա, մոտեցնեմ անանասը, պամելան ասեմ, որ կիլոգրամով էր, երկու հատին վճարել եմ 3000, այդպես 3.5-ի սահմանում երկուսի միասին, իսկ անանասը մեկ հատը 2500 դրամ, սա նույնպես ուզում եմ տոպրակից հանել, և շատ եմ սիրում, որ անանասի այս տերևները շատ երկար ու փռված չլինեն, այլ այսպես մի քիչ կարճլիկ լինեն տերևները, ավելի նուրբ է երևում, գույնը, որակը շատ լավն է, հատով էր և հատը 2.5, սիրելի հետևորդներ ջան, 2500 դրամ, սրանք էլ անանասները, ահա, այնտեղ մնաց պամիդոր, գունավոր պղպեղ և կանաչի և կաղամ, իհարկե գազար, բազուկ, կարմիր սոխ, ահա, և դեռ ինչքան պակաս բաներ էլ կան, որ պիտի վերցնեմ, մեկ օրում անհնար է, սիրելի հետևորդներ ջան, մինչև այսքանը կազմակերպում ենք, ժամանակը գնում է,
Եվ ժամանակը ոսկի է բոլորիս համար։ Կփորձենք տեղավորվել այս օրերի մեջ, հիմա սա նույնպես տեղափոխեմ սառը սենյակ և պիտի անցնեմ արդեն մաքրության աշխատանքներին։ Բայց եկեք քանի դեռ այստեղ եմ, գունավոր պղպեղը նույնպես ցույց տամ, թե ինչքան որակյալ ընտիր գունավոր պղպեղներ եմ վերցրել աղցան պատրաստելու համար։ Կանաչիները թարմ, մի պահ այսպես ձեռքիս բանեմ։ Սա համեմն է, համեմ և սամիթ եմ վերցրել, կոնե 200 դրամ, սիրելի հետևորդներ ջան, սա արդեն կմաքրեմ և կտեղավորեմ սառնարանում, ի տարբերություն այս մրգերի, այդտեղ թղթե արկղ է, այնտեղ դրեցի, այս խոշոր չերին եմ վերցրել, մի քիչ մտածելով, որ միգուցե գնամ և չլինի, մեկ էլ տեսա, այդպես էլ է պատահում, սա նույնպես կտեղավորեմ սառը սենյակում, կդիմանա և իհարկե սա նույնպես սառը սենյակում, ոչ թե սառնարանում։ Սիրելի հետևորդներ ջան, 4 գույն է և ամենքից 3 հատ վերցրել եմ, հատկապես ես այս գույնն եմ շատ սիրում, որ բոլոր գույներից կա գազարագույն, դեղին, կանաչ, կարմիր, հետաքրքիր, գրավիչ, դեղինը, իր գույնը, համով գույնը, բոլորն էլ համով գույներ են, սիրելի հետևորդներ ջան, և որակյալ հատընտիր։ Իմ մշտական բանջարեղենի խանութից եմ վերցրել, ովքեր որ իմ հարևաններն են վերևի մասի, խանութ ունեն և տնտեսական և բանջարեղենի, ինչու մեր հարևանին թողնենք և գնանք այլ քաղաքներ, հեռու տեղեր և տես ու ճանաչ, մեր մարդկանցից ենք մեր գնումները կատարում, ավելի վստահ։ Այդ հիմա արդեն ես կտեղավորեմ սա, սիրելի հետևորդներ ջան, և վերջապես կանցնեմ իմ մաքրության գործերին, ինչ շատ երկար գործեր են սպասվում։ Չվնասենք անանասին և անցնենք։ Այսպես։ Եվ այսպես։ Տեդամ։ Բանիլաները։ Սրանց գործը հեշտ է։ Սիրելի հետևորդներ ջան, որոշ ժամանակ անցել, շատ գործեր եմ արել, ինչպես տեսնում եք այստեղ, ինչ է կատարվում և կարելի ասել այս օրերին բոլորիս մոտ է այս վիճակը, եթե իհարկե դուք էլ ինձ նման վերանորոգումը մի քիչ ուշ եք սկսել և եկել ու համընկել է նոր տարվա օրերի հետ, ապա հենց այդ պատճառով մի քիչ այս մաքրությունները ես ուշացրել եմ արդեն այդ նստած փոշին, որ միշտ ու միշտ հավաքում եմ, հիմա վերջնական եմ հավաքում, իմ սիրուն բաները հանել եմ դարակներից և այստեղ տաք ջրով, հեղուկով լվացել, պարզաջրել ու հաստ կտորի վրա, բամբակյա հաստ կտորի վրա փռել եմ, կչորանա և արդեն վաղը կդասավորեմ, վաղը նույնպես աշխատանք եմ, վաղ առավոտյան եմ աշխատանքի և արդեն ես էլ գնամ ու հանգստանամ։ Բարի գիշեր բոլորիդ, սիրելի հետևորդներ ջան, լավ եղեք և ուրախ տրամադրությունով այս օրերը անցկացրեք դիմավորելու գալիք նոր տարին։